տեսեք, մարդը կարող է ամբողջովին իր առողջությունը վերահսկել, կարող է կատարյալ առողջ լինել, և մեծ մասամբ այո, իրաց կախված է, թե չէ, մեծ մասամբ կախված է մարդու ճիշտ ապրելակերպից, համաձայն տոկոսը հլը ավելի կարող է իր հենց ապահովանի, որ ինքը առողջ լինի։ Այդ առողջությունը ինչ է իրեն ապահովում, որ առողջ կյանք վարի, իմաստուն լինի, թե երջանկությունն էլ ուրիշ բանից է կախված։ Մարդը կարող առողջ լինի, հաջողակ լինի, բայց երջանկությունը դնենք մի ուրիշ կողմ, դա ուրիշ ոլորտ է։ Մարդ կարող է առողջ չլինի, հաջողակ չլինի, բայց երջանք։ Այդպիսի դեպքեր են։ Ես ականատես եմ եղել, հա։ Հիվանդ մարդը մեկ անայից մեկը գնացել է, որ քաղցկեղի վերջի ստադիայում է, հա, որ այդ վերջի ստադիայում անգամ իրեն մորֆի են սրսկում, բայց ինքը հրաժարվել է։ Ինչու՞։ Ես չեմ ուզում մորֆի։ Ցավեր չես զգում է, այն չես հրաժարվել, ոնց ես զգում։ Ասում ես ուզում եմ Քրիստոսի խաչին խաչակից։ Քրիստոս չարչարվեց ես։ Իսկ բարձր գիտակցություն է, քաղցկեղի վերջին աստիճան, պատկերացնում, երջանիկ, ոչ առողջ է, ոչ հաջողական, մահվան շոնում, բայց երջանիկ, աստծո։ Սա կատարյալ վիճակ, հա։ Մեր կյանքում այդպիսի կատարելության մենք դժվար ենք հասնում, եւ Աստված այսպիսի լուրջ փորձություններ ճիշտ ասած չի թույլ տալիս մեր կյանքում, որտեղ գիտի, որ մենք թույլ ենք, չէ՞։ Մենք հիմա փորձ ուզում ենք հասկանալ, մենք ինչ ուզենք կարող ենք անել, ազատ ենք մեր ընթացքում։ Իսկ ինչ է ազատությունը, պատկերացնում եք։ Լավ, ինչ-որ սահմաններ կան, մենք կարող ենք անել այն, օրինակ, մեր ազատությունը սահմանափակվում է երկրի օրենքներով, չէ՞։ Մենք եթե այս երկրի քաղաքացի ենք, ուրեմն պարտավոր ենք երկրի օրենքները պահպանել, հա։ Բայց միայն մեր ազատությունը կաշկանդվում է, սահմանափակվում է երկրի օրենքներով, թե ոչ։ Ինչ օրենքներով է։ ներքիններ, հոգևոր, այո, Աստծո պատվիրանները մեզ համար սահմանափակում են։ Ասենք ասեցինք երկրի օրենք եւ ասեցինք Աստծո պատվիրան։ Իսկ Աստծո պատվիրանը սահմանափակում է թե չէ։ Դա ինչու ենք տարբերություն դնում երկրի օրենք, բայց Աստծո պատվիրանի ու օրենքի տարբերությունը ո՞րն է։ Այդ բառը դուք փորձեք մեկնաբանել։ Պատվեր, չի օրենք չի պարտադրում է։ պատգամբոր։ Որուտ հատալից ասում, գիտես, որ ես անես լավ կայս։ Կարող ես անել, կարող ես չանել, ընկությունը քոնին է, բայց եթե անես լավ կայս, եթե չանես բայց երկրի օրենքը որ արեցիք կպատժվեն, չարեցիք։ Ապա չի սիրում պատժել մարդը, հա։ Երկրն թույլ է տալիս, Աստված պետք է մարդը խրախի և սխալ չգործի, ցավոք սրտի մենք ավելի շատ պատժի լեզուն ենք հասկանում, հա։ Պատժի լեզուն լավ հասկանում ենք, հա, բայց պատվիրանի լեզուն չենք հասկանում։ Օրինակ Ադամին ինչ ասեց, ասվեց երբ դու ուտես կլեռնես, ոցը խաբեց, ասեց չեք աստվածների նման դառնալ, բարին ու չարով։ Իրան աստվածների նման եղա, հերա, իսկ այդպես է դու կյանքում մենք ենք, լսում ենք Աստծո պատվիրանները, բայց ուշադրություն չենք դարձնում։ Աստծո պատվիրանը պատվերը, այո, խորհուրդ է, Աստված բիրտ, կոպիտ ձևերով չի խոսում, նուրբ է ուսում խոսել, բայց մենք նուրբությունը չենք ճանաչում, չենք հասկանում և ստիպված ուրիշ լեզվի ասում, որ ականջով չի լսում, թիկունքով կլսի, այդպիսի է, ժողովրդական առանցք է, ով լսից է ունկամ, լղի չէ թիկամ, այդպիսի գրաբարյա առանցք է, ով ականջով չի լսում, թիկունքով կլսի, բոլոր իմաստով մեր ազատություն չի կարող կաշկանդել, Իսტორիայի ազատությունը որևէ մեկը չի կարող երբ խլել։ Անգամ եթե իրեն ձերբակալեն, բանտ դնեն, տանջեն, չաթարեն,
իր ազատությունը ոչ ոք չի կարող խլել։ Այդ ինչ ազատության մասին։ Ներքին ազատության մասին։ Աստվածային ազատության մասին։ Միակ հետաքրքիր պատմություն դες պատմեմ։ Մի թագավոր է լինում եւ թագավորական շքախմբով, արքունական ճանապարհով, թագավորական ճանապարհով գնում է։ Պատկերացրեք, այս թափորով գնում է, այդ երկի քաղաքացիներն կանգնած են ճանապարհի եզրերին, բոլորը խոնարհվում ու երկրպագում են թագավորին։ Ճանապարհի վրա կանգնած է լինում նաեւ երկու ճգնավոր, պատկերացնեք ճգնավորները։ Հոգնած, պանջված, մաշված, ճգնություններից նիհարած, այս ճգնավորները չեն երկրպագում թագավորները։ Թագավորը իջնում է կառքից, ասում է, բոլոր քաղաքացիները երկրպագում են ինձ։ Բայց դուք ինչու չեք երկրպագում, դուք Աստծո մարդն եք, չէ՞։ Բա ինչու չեք երկրպագում։ Ճգնավորները պատասխանում են թագավորին եւ ասում են. դու մեր ծառաների ծառան ես թագավորը։ Ես ինչ եմ ասում։ Մենք քեզ չենք երկրպագել։ Մամա։ Զարմանում եք թագավորը։ Ես երկրի տեր ու տիրակալն եմ, ինչպես եմ ձեր ծառաների ծառա։ Ասում եք բացատրենք թագավոր։ Ասում եք դու թալանում ես ժողովուրդը, հարստահարում ես, բռնաբարում ես, կոտորում ես, սպանում ես։ Ասում եք թագավոր անում է։ Ասում եք դու մեղքի ծառա ես թագավոր։ Իսկ այդ մեղքերը մեզ են ծառայում, մենք չենք ծառայում իրենց։ Մեր ծառաների ծառան ես թագավոր, դրա համար մենք չենք եկել։ Դու չմտածես դու թագավոր ես, տիրակալ ես, մարդկանց իշխանում ես։ Քեզանից վերև մեկը կա, որ քեզ իշխնում։ Հա? Բայց դու իրեն չես ծառայում, մեղքին ես ծառայում։ Այդ պատճառով դու մեղքի ծառա ես, դու մեր ծառաների ծառան ես, որտեղ մենք Աստծո ծառան ենք։ Քեզ չենք երկրպագել։ Ինչ եք կարծում, թագավորը ինչ որոշում է կայացնում։ Իմաստուն թագավոր է լինում, թե հիմար։ Թե իմաստուն թագավոր է լինում։ Հասկանում է իր սխալը, խոնարհվում է ինքն է երկրպագում ճգնավորներին։ Ասում է դու ուրեմն դուք իմ տերերի տերն եք։ Ես ձեզ եմ լսելու, ենթարկվելու, պետք է կփոխվեմ։ Մեղքի ծառա չեմ լինում, Աստծո ծառա եմ։ Լավ պատմություն է, չէ՞։ Ուրեմն մենք պետք է ազատ լինենք, երեխեք ջան։ Ներքուստ է այդ ազատությունը, Աստծուն պետք է ծառայենք, պատվիրանները պետք է պահենք եւ երջանիկ կյանք։ Մնացածը առողջությունը, հաջողությունը, մի օր առողջ կլինենք, մի օր հաջողակ կլինենք, մենք ձեռը չի։ Իմացակ ինչ եմ ասում, բայց կարևորը մենք մեր ազատությունը չկորցնենք, Աստծո ծառա լինենք, մեղքի ծառա չենք, հատկապես դուք կյանք եք մտնում, կյանքը այն վառ գույներով չի, որ դուք պատկերացնում եք, չէ, գունավոր չի կյանք, այդ ձեր մանկությունը գունավոր է, բայց դուք եսա մտնում եք արդեն պատանեկություն, երիտասարդությունը, կյանքը գունավոր չի, այսօր մեղքը շատ է, ահավոր շատ։ Մեր ժամանակը քան չէ։ Հիմա շատ ացել։ Շատ զուշ կլինենք, համացանցից ցած աշխարհում բազմաթիվ որոգայցներ ու թակարդներ կան ձեզ համար։ Զուշը մեղքից չէ, պարտվեք։ Իմացաք, Աստված ձեզ օգնական կա։